Այդ առումով անշուշտ կարևոր դեր է խաղում գործիքը, որովհետև նստակյաց ապրելակերպի անցած մարդը, երբ որ նա սկսում է զբաղվել երկրագործությամբ եւ ընդհանրապես սննդի արտադրությամբ, նա պետք է նոր անվանումներ հորինի։ Ընդ որում այդ անվանումները այսօր մենք կարող ենք ասել, որ դրանք թերևս միակ երևի նյութական մնացորդներն են այն ժամանակվա կյանքից, որովհետև հնագիտական նյութը որպես այդպիսին շատ քիչ է այդ ժամանակներից մեզ ասել եւ շատ կարևոր է լեզվի զարգացման process-ը, թե տվյալ ժամանակաշրջանում, տվյալ գործունեությամբ զբաղվող մարդը ինչ տերմիններ, երբ է հորինել այդ տերմինները եւ այդ լեզվի մեջ ինչպես են այդ տերմինները զարգացել հետագայում եւ ինչ ոլորտներ են հետագայում դրանք ընդգրկել։ Որպես օրինակ հայերենից կարող ենք բերել բիր բառը։ Մի նախնական արմատից ծախում են բիր, մահակ բառը, հայերենում մահակ նշանակության բառը, բոց բառը, որը կրակ իմաստը ունի, բոցի լեզուները կրակի, Եվ այս արմատը հետագայում, եթե մենք նայենք թվագրությամբ, թե երբ կարող էր դա ծագել, ապա կրակի եւ բիրի գործածությունը հասնում է մինչեւ պալեոլիթ, այսինքն տասնյակ հազար տարիներ առաջ։ Միաժամանակ այդ բիր բառը դառնում է բիրտ, արդեն սկսում է որակ նկարագրել գործիքի, որը նշանակում է պինդ, ամուր, այսինքն այդ բիրը, մահակը պիտի լիներ պինդ, ամուր փայտիկ։ Այդ նույն արմատից ծագում է նաև բրդել բառը, մանրել, ջարդել, փշրել, բերան բառը։ Այս բոլորը այդ շրջանում, պալեոլիթի շրջանում կազմում են կարծես մի համակարգ։ Այնուհետև բիր բառը սկսում է զարգացման հաջորդ փուլը։ Սկսում է ծագել բրել, փորել, օղը փորել, մշակել, փխրեցնել, պահում է իր բեր, դառնում է նաև բերել իմաստը, որովհետև բերել հավանաբար դա այդ իմաստը ծագում է այն ժամանակ, երբ նստակյաց մարդը իր աշխատանքի արդյունքը պտուղը բերում էր իր կացարանը, նաև բերք, դա իր աշխատանքի արդյունքներ, որը հողից ինքը ստանում էր։ Հաջորդ փուլը զարգացման, արդեն մենք տեսնում ենք, որ զարգացման այդ փուլը պիտի լիներ նեոլիթում, այսինքն այսպես օրինակ այդ նույն բիր բառը զարգանում դառնում է բահ, հող փորելու գործիք, որը հայտնի է նեոլիթի շրջանից, դառնում է բերք, դառնում է բեղմն, արական սերմ, որից բեղմնավոր, բեղմնաբեր, դառնում է բերք, բարի, արդեն էություն, որակ է նկարագրում, բերկրալ, ուրախանալ, բերի, երբ որ հողը բերի է, բերքաբեր է, և այս օրինակը, միայն այս օրինակ բավարար է, որպեսզի մենք տեսնենք, թե ինչպես է մարդը զարգացման ինչ փուլեր է անցել, ինչպես է նրա մտածողությունը զարգացել, սկսած պալեոլիթից մինչև նեոլիթ, որը այս մի արմատի օրինակով մենք կարող ենք տեսնել այդ անխզելի զարգացումը բառի, այդ բառի ընդգրկած ոլորտների, նյութական այդ բիր, փայտ, բիրտ բառից մինչև, ասենք, բարի, բարիք, բարք, բերկրալ, բեղմն, մինչև այդ բառերը։ Այս օրինակը լուծում է երկու խնդիր, նախ ցույց է տալիս այդ աճը, թե ինչպես է բառը իր իմաստներով զարգացել, եւ երկրորդը ցույց է տալիս նաեւ մեթոդ, թե ինչպես կարելի այդ վաղնջական շրջանի գործը, ասենք կոնկրետ օրինակ երկրագործությունը, ասենք ինչպես կարելի է դա ազգային պատկանելությունը որոշել, օրինակի համար, ասենք օրինակ հայտնի է, հնագետները ասում են, որ երկրագործությունը ծագել է հայկական լեռնաշխարհում, բայց ով է դա արել, ինչ ազգեր էին, կային ցեղեր որոշակի, որոնք կանգնած են երկրագործության ակունքներում։ Օրինակ այս մի բառի այդ զարգացումները ցույց են տալիս, որ երկրագործության ակունքներում կանգնած է եղել հենց այդ ազգը, վերցնելով միայն այդ բիր օրինակը։ Կենսատարածքի
ազդեցությունը մարդու վրա ընդհանրապես եւ մասնավորապես նրա բառապաշարի, նրա խոսքի զարգացման վրա էականորեն կարեւոր է, որովհետեւ հենց կենսամիջավայրն է, մարդու ապրելու վայրն է եւ շրջակա միջավայրն է, որ բնութագրում է նրան եւ նրա ամբողջ բառապաշարը։ Օրինակ բերեմ նույն Չուկչիի օրինակը բերեմ, որը 20 տեսակ ձյանանուն գիտի։ Եթե որևէ բեդուինի Սահարայի անապատի որևէ բեդուինի բացատրես ձյունը ինչ է, նա չի հասկանա։ Նույնպես եւ Չուկչին չի կարող հասկանալ, որ գոյություն ունի տաք շիկացած ավազներ կամ սորուն ավազներ։ Չուկչիի պատկերացմամբ ավազը դա թաց անպետ մի վայր է, տեղ է, ապառ է, որի վրա եթե նստում ես, ապա հաստատ հիվանդանում ես։ Ինչու եմ սա ասում, տեսեք, մեր փոքրիկ այս տարածքում, բարձր հայքում, որքան շատ են աշխարհագրական հակասությունները, երկրաբանական հակասությունները, մթնոլորտային, եղանակային հակասությունները, եւ մենք կարող ենք ամառվա ընթացքում ձմեռվանից մինչև սուբտրոպիկյան ամառ, տեսնել ընդամենը մի 100 կիլոմետր կտրվածքում։ Սա նաև մեր հարստությունն է, այս բազմազանությունը եւ նաև մեր լեզվի անսահման խորություն տվող հիմքերն են։ Հենց ինքը մեր հայրենիքը, մեր տարածքը հայրենի, հենց ինքը շրջակա միջավայրը ձևավորեցին թե մեզ, թե մեր խոսքը, թե մեր ասելիքը։ Եվ քանի որ նախորդ հաղորդումների ժամանակ ես արդեն մանրամասն ներկայացրել եմ, թե ինչպես զարգացավ միջավայրը եւ մարդը այդ միջավայրում, ապա կրկին ես նորից հանգիստ սրտով պնդում եմ, որ իսկապես հայերը առաջինն են բառեր օգտագործել եւ առաջին օդակապ նախադասությունը երևի թե ասվել է մեր հայկական լեռնաշղթայում։